Սիրելի ընկերներ, մինչ այս պահը միակ փաստը, որ մենք բոլորով այստեղ պարզեցինք, մեջբերելով ձեր թիմակցին, այն է, որ Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզ չի ուտում։ Շնորհավորում եմ այդ կապակցությամբ։ Եթե ես չլինեի ընդդիմադիր պատգամավոր, գուցե անկեղծորեն, ամենայն անկեղծությամբ ուզենայի ձայն տայի, կողմ քվեարկեի պարոն Ալեքսանյանին, մի փոքրես 3 օրվա խոսույթը կհամադրեի, հասկանայի գուցե իսկապես արժե գալ եւ կողմ քվեարկել։ Բայց այս 3 օրվա ընթացքում օրենսդիրի ներկայացուցիչը բառացի գալիս ասում է, որ ինքը անընդհատ խոսում էր, որ պետք է ընտրական օրենսգիրքը խախտվեր, ասում էր, ես խոսում եմ ժողովուրդ ջան, ասում եմ եկեք խախտենք այդ օրենսգիրքի մեջ գրված տողերը, ես ասում եմ եկեք խախտենք ու ինձ ոչ մեկ չէր լսում։ Ժողովուրդ, ազգային ժողովի падգամավորը, ով որ օրենքների ընդունմանն ամասնակցում եւ այլն, չի կարող նման խոսույթ անել։ Այդպես ասում եք եկեք ընդունենք զինվորները ընդ ուշացած են եկել եւ այլն, նախ զինվորին այդպես չեն հարգում։ Իմ գործընկեր Վաղինակը Վարդանով մի փոքր անդրադարձել է այդ հարցին, էլ չեմ անդրադառնա։ Եվ երկրորդ, ավելի կհակված լինեի հավատալու ձեր անկեղծության, եթե գոնե միտքն չէր, որ սա ընդունելով որպես նախադեպ, ինչ որ առաջարկություն անեիք, ասեիք փոփոխություն մտցնեինք օրենքի մեջ եւ այլն, եւ դրանից հետո նման միջադեպերը օրինական համարվեին, բայց դուք ջատագովում էիք, որ ընտրական օրենսգիրքը խախտվի։ Սա անորմալ երևույթ է։ Երկրորդ, ասում եք, որ 29 падգամավորները առնվազն այստեղ նստած ընտրակեղծիքի շնորհիվ են այստեղ։ Նորից օրենքի ընդունման մասնակցող անձնավորություն, եթե գեթ 1 падգամավորը այստեղ ընտրակաշառքով է գտնվում, գեթ 1-ը իշխանությունը դուք եք, դիմեք ընտրությունները չեղյալ հայտարարեք եւ նոր ընտրություն հայտարարեք, սա ոչ թե առաջարկություն է, սա պարտադիր պահանջ է, ոչ մեկ իրավունք չունի ընտրակաշառքով հայտնվի այս շենքում, այս աթոռներին, ու եթե չեմ սխալվում, սահմանադրական դատարանում դրա մասին բազմիցս առաջարկությունը հնչել է, չեղարկեք ընտրությունների արդյունքները, ինչու եք օրինականացնում անօրինականը, եթե ըստ ձեզ է այդպես, էլի չեք անում, ուրեմն ես ինչպես հավատամ ձեզ, անկեղծ եմ ասում, ուզում էի, բայց չեմ կարող հավատամ, առնվազն այս 3 օրվա ընթացքում ես տեսա 2 հատ խախտում, որը որ աչքներիս դեմը տեղի ունեցել, սիրելի ընկերներ։ Հետո շատ խոսեցինք 300,000 ադրբեջանցիներից, Սոնա, չկա։ Ուրեմն 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու թեման մենք խոսում ենք, գիտեք ինչի համար, որ հետո դուք բոլորով նորից հնարավորություն առիթ չլինի գալ այստեղ ներողություն խնդրելու, որպեսզի հետագայում նորից նույն սխալները չանեք։ Եվ շատ ցավով եմ մոտենում այն հարցին, որ ասում եք մենք չենք կարևորում Ադրբեջանի նախագահի ասածները, ժողովուրդ այդպես չեն աշխատում։ Չգիտեմ դուք ոնց եք պատրաստվում բանակցությունների գնալիս։ Ամեն ասածը պետք է նկատել, հաշվի առնել, վերլուծել եւ քաղաքականությունը կառուցել այդ ամենը նաեւ հաշվի առնելով։ Հետևաբար ես հաճախ էի ասում մինչև այստեղ գալը, որ բանակցային գործընթացը տապալված է, բայց այս 3 օրվա ընթացքում համոզվեցի, թե ինչու է տապալված, որովհետև առնվազն ձեր հայտարարությունները դուք չեք հետևում, թե մեր տարածաշրջանում ինչ հայտարարություններ են անում, օրինակ երկրի ղեկավարները։ Եվ հետո, երբ որ գալիս եք, ասում եք, ուր են ադրբեջանցիները եւ այլն, ես դեռևս նախընտրականի ժամանակ հորդորում էի Նիկոլ Փաշինյանին, այսօր նաեւ ձեզ, եկեք ոչ թե ինձ, Արեգ Ահովսեփյանին, ընդդիմադիր քաղաքական գործիչ է, դե կարող է ասել կամ ցանկացած ինչ-որ մի ընդդիմադիրի հերքեք, այլ այդ տեղեկատվության սկզբնաղբյուրին, Իլհամ Ալիևին, եկեք, կանգնեք, հայտարարեք, Իլհամ Ալիև, դուք ստում եք, նման օրակարգ չկա, որովհետև մենք, գիտեք, եթե պատկերավոր ասենք, մենք ասում ենք, որ
ժողովուրդ ջան, տանկը գալիս է, երեխան քնած է, դուք էլ ասում եք երեխային մի արթնացրեք, ասում եք գալիս է տանկը, ասում եք դե երեխային մի արթնացրեք։ Սա լուրջ չի եւ հիմա ես հասկանում եմ, թե ինչու է այս վիճակում բանակցային գործընթացը, իսկապես։ Հետո ասում եք հա, Անդրանիկ Գևորգյան ջան, գիտեք, ինձ թվում է շատ անդրադառնալ Արփի Դավոյանի ելույթին պետք չէ, անկեղծ ասած, որովհետև ես կողքից որ նայում եմ, ինձ մոտ տպավորություն է, որ ինքը ուղղակի ուզում է արդարանալ իր ղեկավարների առջև, թե ինչու իր ծննդավայրում ինքը չի հաղթել։ Դու հաղթել ես, ինքը չի հաղթել։ Այնպես որ խնդրում եմ թեման փակենք, հասկացանք, Արփի Դավոյան, ձեր ծննդավայրում ձեր ժողովուրդը ձեզ այդքան ձայն չտվել, ինչպես օրինակ Անդրանիկ Գևորգյանին, իր պապային եւ այլն։ Իսկ եթե դուք օրինակ խախտում եք տեսել այդտեղ, արձանագրեցիք այստեղ, այլ հաստատություններ կան, գնացեք այնտեղ դիմեք, թող այդ հարցով զբաղվեն։ Հիմա արձանագրում ենք, Արփի Դավոյանը պարտվել է, Անդրանիկ Գևորգյանը այնտեղ հաղթել է։ Փակեցինք թեման։ Հետո Արման Եղոյանը էլի այստեղ չէ, էլի տեսնում ենք այստեղ դատարկ աթոռներ ձեր թիմակիցների կողմից, բայց դե ոչինչ, մեկը կանդրադառնամ։ Ինձ թվում է ինքը իր թիմակիցների հանդեպ սիրուն չի վարվել, որովհետև ինչ որ թվում է ինքնահաստատվում էր, ինքնահաստատման ինչ որ փորձեր էր անում, կողքից հաստատ սիրուն չի թվում, բայց ժողովուրդ ջան, եթե դուք 64 հոգով մինչ օրս չգիտեք ձեր հայրենիքը որն է, հայ ժողովրդի պատմությունը որն է, խնդրում եմ այդ ձեր 64 հոգու պատկերացումները մի պրոյեկտեք մի ամբողջ ժողովրդի վրա։ Եվ գիտեք, այսօր այստեղ խոսակցություն եղավ կառուցելու, մանկապարտեզներ կառուցելու, ուտելու կամ խոստանալ կառուցելու ու չանելու, այս երկու խոսույթը եղավ, մենք առաջարկում ենք երրորդ խոսույթը, մանկապարտեզներ կառուցելու, օրինակ, Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարը իր սեփական, խնդրում եմ, սեփական միջոցները, ոչ թե կառավարության, ձեր, որ պարտականություններ, իր սեփական միջոցներով կառուցել է 5 մանկապարտեզ, Իջևանում, Ստեփանավանում, Սպիտակում, Ալավերդիում գյուղերը չեմ նշում։ Եվ հետո մենք Ուժեղ Հայաստանը խստորեն դատապարտում է մանկապարտեզների վաճառքը եւ դա մեզ համար պարսավելի երևույթ է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք։ Բայց կա նաեւ ավելի վատ, իմ կարծիքով, ավելի վատ երևույթ։ Օրինակ, Արցախում 217 դպրոց, 7 քոլեջ, 4 համալսարան անցել է ադրբեջանցիների ձեռքը։ Արցախի մշակութային տները, համայնքային կենտրոններն ու դպրոցները օգտագործվում են ռազմական նպատակով, որպես ոստիկանական եւ զինվորական հենակետեր եւ կենտրոնատեղիներ, մասնավորապես։ Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը վերածվել է ադրբեջանական բանակի կառավարման կենտրոնի։ Նույն ճակատագրին է արժանացել Մարտակերտի շրջանի Չափար գյուղի դպրոցը, Գետավանի, Սառնախբյուրի, Ուխտաձորի համայնքային կենտրոնները։ Ու գիտեք, Ստեփանակերտի թիվ 1, թիվ 9, թիվ 4 դպրոցները վերաբացվել են որպես ադրբեջանական դպրոցներ։ Այնտեղ այսօր սովորում են ադրբեջանցի երեխաները։ Եվ այս ամենը մենք կարող ենք արձանագրել, գիտեք ինչպես, բացարձակապես Արբանյակով, Մենյան Արբանյակով արձանագրվածներն են սա, որովհետև ձեր իշխանության օրոք մենք չենք կարող գնալ այնտեղ ու դա տեսնել։ Եվ գիտեք, դուք ասում եք մենք ադրբեջանական խոսույթ ենք բերում այստեղ, ինչ որ ադրբեջանական նարատիվներ, ուղղակի ուզում եմ մեջ բերել 2026 թվականի հուլիսին Իլհամ Ալիևի խոսքը, նա ասում է, որ Եվրոպական հանձնաժողովում Եվրոպայի խորհրդում գործել է մեծ հակաադրբեջանական խումբ։ Նա պնդում է, որ ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը կապեր է պահպանել միջազգային դատարանի նախկին դատավոր Լուիս Մորանո Օկամպոյի հետ, որոնք ըստ նրա պնդումների ֆինանսավորվել են հայ գործարարի կողմից, ով որ այժմ գտնվում է կալանքի տակ։ 2026 թվականի հուլիսին մենք բոլորս գիտենք, թե ձեր իշխանության օրոք որ գործարարն է եղել կալանքի տակ, իսկ հենց այսպես են սիրում Հայաստանը եւ հայ ժողովրդին։